Վերջին տեղեկությունը այն է, որ փետրվարի 24-ին տեղեր ունենալու դատարանի նիստը կապված հայկական հողերի եւ հայկական ունեցվածքի, ասենք, բանկային հաշիվների սառեցման եւ այլ նման թեմաներով եւ այս նիստը իբր եղանակային պատճառները վկայակոչելով տեղի չունեցավ։ Հավանաբար ինձ թվում է նաեւ կառավարության որոշակի այսպես կարծում եմ ներգործությունը կար այս գործընթացների վրա, Որովհետև նամակով դիմել էին վարչապետին։ Այո, փետրվարի 20-ին Երուսաղեմի հայոց պատրիարքը դիմել էր Երուսաղեմի քաղաքապետարանի հակահայկական քաղաքականության հետ կապված Նաթանյահուին եւ խնդրել էր նորից վերսկսել աշխատանքներ այն հանձնաժողովի, որը ստեղծվել էր 2018 թվականին։ Ես ձեզ հիշեցնեմ, որ այս գործընթացը նոր չէ, որ սկսվել է 2017 թվականի դեկտեմբերին Իսրայելի Քնեսեթ բերվեց երկու օրինագիծ։ Առաջին օրինագիծը բոլոր քրիստոնեական հարանվանությունների առնոնը հարկով գանձելն էր, այսինքն ռետրոակտիվ կերպով հետին թվով 1948-ից հետո բոլոր հարկերի գանձում առնոնայի, այս պատկերացրեք Արևմտյան Երուսաղեմում, Արևելյան Երուսաղեմում եւ ընդհանրապես Իսրայելում որքան հողատարածքներ, ինչպիսի հողերի տերեր են, կալվածքների տերեր են քրիստոնեական եկեղեցիներ, լինեն լատին, հույն թե հայ։